Աստծո շունը սուրբ մկրտության մարդու մոտ սկսում է գործել, հա? Քայլ առ քայլ, այսօրվա առակը շատ հետաքրքիր առակ էր։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս առակում ասում է. երկնքի արքայությունը նմանվեց ագարակում թաքնված գանձի։ Ասում է, երբ որ գտավ այդ գանձը Տերը, գնաց իր ամբողջ ունեցվածքը վաճառեց, տես ագարակը կարծես իրենն էր եւ իր ագարակում գտավ այդ գանձը, բայց գնա իր ամբողջ ունեցվածքը վաճառեց ու այդ գանձը գնեց։ Օրինակը շատ գեղեցիկ է եւ դիպուկ է։ Յուրաքանչյուր քրիստոնյա, երբ որ դարձի է գալիս, հա, իր ագարակում գանձ է գտնում, երկնքի արքայությունն է գտնում, մի ուրիշ երանություն է գտնում, մի ուրիշ խաղաղություն է գտնում, աստվածային ներկայություն է գտնում, որ նախկինում չուներ։ Եվ շատ անգամ քրիստոնյաները վկայում են եւ ասում են, որ երբ որ մենք դարձի ենք եկել, մեր մոտ մի տեսակ երկնային ուրախություն, խաղաղություն, երջանկություն կար, հետո արագ կորցրեցինք, չէ՞, շատ եք, չէ՞ այսպիսի վկայություններ լսել։ Հիմա առակի մեջ ճիշտ այս կետի վրա է կարծես մեխը դրվում, որ գտնում ես գանձը, բայց հետո պետք է վաճառես ամեն ինչ, որպեսզի գտածդ գանձը գնես։ Գտնում ես երկնքի արքայություն ու վաճառում ես ամեն ինչ, ու այդ գանձը գնում ես ու պահում ես քեզ։ Ոչ ոք չի կարողանում քեզանից խլել։ Հիմա ինչպես վստահանանք, որ մենք կփրկվենք։ Այ որ գանձը գտնես եւ Աստծո շնորհը քո մեջ ամեն օր սկսի գործել եւ ապրես ամեն վարքյան, կարծես երկնքի արքայության ներկայությունը քո մեջ է։ Անցատոմսը երկնքի արքայության, դա Աստծո շնորհն է։ Եվ ամենակարևորը Աստծո շնորհի կատարելությունը դա սերն է։ Եթե սերը իշխում է քո մեջ, եթե դու անկեղծ սրտով փափագում ես Քրիստոսին եւ ամեն ինչի մեջ տեսնում ես Տիրոջ ներկայությունը, գիտես ինչպես է այդ երկնքի արքայությունը։ Երկնքի արքայությունը նախ մեր մեջ է հաստատվում։ Հետո երբ որ քո մեջ հաստատվում է երկնքի արքայությունը, ինչպես ավետանում մեր Տերը Հիսուս Քրիստոս շարունակում է եւ ասում. դու դառնում ես ճշմարիտ իմաստուն օրենսգետ։ Քո ունեցվածքի մեջ հինն ու նորը առանձնացում ես։ Հինը նորը ո՞րն է։ Հին մտածելակերպը։ Մինչև դարձի գալը դու ուրիշ ձև էիր մտածում։ Դի ամբողջովին փոխես քո մտածելակերպը։ Հին զգացումն է սրտի մեջ, այսինքն մտքի մեջ ծված մտածելակերպն ես փոխում, հետո սրտիդ մեջ կարծրացած, ձևավորված ինչ-որ զգացմունքներ ու ցանկություններ կան։ Մաքրում ես սիրտդ ու Աստծո շնորհով ես լսնում։ Ապրում ես նոր զգացմունքներով, նոր ցանկություններով, նոր ամեն ինչ դառնում, հին սովորություններ, մարմինը տարբեր բաների է սովոր, հոխում ես ամբողջովին, նոր ես ապրում, նոր կյանքով ես ապրում, պահքն ես, աղոթքն ես, ողորմությունն ես սիրում, եկեղեցին ես սիրում, Աստված պաշտությունն ես սիրում, հա? Երբ այս ամբողջովին դու փոխվում ես, դրանից ավելի մեծ վկայություն չկա, որ դու երկնքի արքայության ժառանգորդ ես, հա? Երկնքի արքայությունը ինքն իրեն չի գալու, ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս, ձեր մեջ է, այսինքն եթե ձեր մեջ է երկնքի արքայությունը, դուք էլ կհայտնվեք երկնքի արքայության մեջ։ Պողոս առաքյալն ասում է, արդարները կյանքից կյանք են անցնում։ Եթե քո մեջ կյանք կա, աստվածային կյանք, աղոթքի կյանք, այդ նույն կյանքը քեզ կփոխադրի դեպի հավիտենակ կյանք, դեպի երկնքի արքայություն, այսինքն քո հոգու կենդանությունը, երկնքի արքայության ներկայությունը քո մեջ, դա վկայություն է, որ դու երկնքի արքայությունն ես ժառանգելու։ Եթե քո մեջ չկա երկնքի արքայություն, ներկայություն չկա, չես ապրում ամբողջովին, այսինքն հոգով մեռած ես, Պողոս առաքյալն ասում է, մահվանից մահ ես անցնելու, որտեղ չես ապրում եւ չես էլ ապրելու։ Այս կյանքում չես ապրում, հանդերձյալ կյանքում առավել եւս չես ապրի։
ու այսինքն այս վկայությունը մեր ներսից է, ասում է հավատք, հույս եւ սեր, եւ սրանից մեծագույնը սերն է, այսինքն հավատքով ծնված քո հոգեվոր կյանքը հույսով աճեց, սիրով կատարյալ դարձավ, եւ սա արդեն վկայությունն է, որ դու երկնքի արքայության ժառանգորդ ես, եւ ամենուր է քեզ դու տեսնում երկնքի արքայությունը, բնության մեջ ես տեսնում, մարդկանց մեջ ես տեսնում, արարչության մեջ ես տեսնում, ինչպես որ Գրիգոր Տաթևացին է ասում, որ մրջյունից մինչև երկնքի թռչուն պատմում են երկնքի արքայության մասին, այսինքն ամենուր կա երկնքի արքայության օրինակը, վկայությունը, Քրիստոս օրինակներով խոսեց, մեր կյանքի վերցված օրինակներով, բայց խոսեց հանդերձյալ կյանքի մասին, երկնքի արքայության մասին, ցույց տալով, որ այս աշխարհում ինչ որ կա, դրանք օրինակներն են երկնքի արքայության։ Ամեն ինչ պետք է փոխվի մարդու մեջ, հայացքները պետք է փոխվեն, մտածելակերպը պետք է փոխվի, խոսքերը պետք է, ինչպես Պողոս Առաքյալն ասում է, ձեր բերանից որևէ վատ խոսք դուրս չգա։ Ինչու, որտեղ դու երկնքի արքայության ժառանգորդ եք, որտեղ ձեր վրա աստվածային կնիք կա, որտեղ Սուրբ Հոգու բնակարան եք դուք։ Այս է վկայությունը երկնքի արքայության։ Եթե մենք ապրում ենք այդպես, ուրեմն դրանից ավելի մեծ ապացույց չկա։ Իսկ կյանքի գրքում ում անունն է գրված, միայն Տիրոջն է հայտնի։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մենք երբ որ այս կյանքում ընթանում ենք, երեք կետերի միջև ենք, կանգնած ենք մեջտեղում, մեջտեղը ներկան է, մեզանից հետև անցյալն է, մեզանից առաջ ապագան է, և մենք միշտ այդ երեք կետերով շարժվում ենք, ներկան մի կերպ գիտենք, անցյալը մոռացել ենք, ապագան անհայտ է մեզ, այսինքն մենք շարժվում ենք այդ երեք կետերով հանդերձ միշտ, և մի հարթության վրա ենք, երեք կետեր, բայց Աստված այս հարթությունից վերև է, Տիրոջ համար տարածություն չկա, մենք եռաչափ տարածության մեջ ենք, ժամանակներն թող քառաչափ լինի, բայց դրանից ավել չկա մեզ համար, բայց Աստված այս եռաչափ, քառաչափ տարածությունից վեր է, այսինքն Աստծո համար այդ երեք կետերը իր ափի ձեռքի մեջ են, ինքը գիտի մեր անցյալը, լավ գիտի ներկան և ապագան են, Աստծուն ամեն ինչ հայտնի է, այո, Աստված գիտի ում անուններն են գրված, մենք չգիտենք։ Իսկ այնտեղ անուններ ավելանում կամ բառասում են, թե ոնց գրված է։ Պողոս Առաքյալն ասում է, որ ի սկզբանե աշխարհի սկզբից մենք ընտրյալներ էինք, այսինքն աշխարհի սկզբից արդեն հայտնի էին ամեն ինչ, գրված ու պատրաստ էր ամեն ինչ, այդպես է ասում Առաքյալը։ Այդ մենք ենք աղոթում, ասում ենք, Տեր Աստված, մեր անունը մի ջնջի կյանքի գրքից։ Այդ մենք կարողության համապատասխան ենք ասում, բայց Աստված գիտի ում անունը գրած է, ջնջված է, հայտնի չի, մեզ հայտնի չի։ Բայց մենք կարող ենք աղոթել, ինչպես սուրբերն ասում են, Տեր, մեր անունը մի ջնջի կամ գրի մեր անունները կյանքի գրքում։ Ասեք, ուրիշ հարցրեք։ Հայտնության գրքում գրված է, չէ, 140,000 մարդկանց անունները գրված։ Հայտնության գիրքը ամբողջ խորհուրդներ են, խորհրդանիշներ են, եւ ես խորհուրդ կտայի շատ չխորանալ հայտնության գրքի մեջ, դրանք վարդապետական թեզիսներ են, որ հասարակ հավատացյալների համար մոլորության առիթ է դառնում այսօր ցավոք սրտի։ Սուրբ գիրքը մոլորություն չի, բայց ամեն մեկը իր խելքին մեկնություններ անում ու մոլորվում։ Այսօր, երբ որ հանդիպենք Աստծուն, Աստված մեզ ինչ հարցնելու, ով ավելի շատեր ավետարան կարդացել են, մեջբերումներ է կարողանում անել հանգիստ Սուրբ գրքից Աստծո խոսքից, թե հարցնելու ով ինչքան է սիրել, ով ում համար ինչ գործ արել, որն առաջինը։ Ավետարանը Քրիստոս այդ հարցի պատասխան տալիս է։ Եվ այն ժամանակ իր աջ և ձախ կողմում կհավաքի գառներին, ձախ կողմում այծերին, աջ կողմի կանգնած մարդկանց կասի, եկեք իմ հորօրհնյալներ, որտև մերկեի հագցրեցիք, որովհետև խաղցած էի կերակրեցիք,
Հիվանդեի, այցելեցիք, բանտումեի, փրկեցիք, գերիեի, վերջը։ Այսպես, այս այ ասելու։ Հավատք առանց գործ մեռացա է։ Այ, համբերության մասին շատ լավ հարց է տալիս։ Ուրեմն Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է մարդու հոգևոր կյանքը տան շինարարություն է։ Յուրաքանչյուր մարդ հոգևոր տուն է շինում։ Հիմքը հավատքն է։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, հավատքի հիմքը ես գցեցի Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած Սուրբ Երրորդության հանդեպ ունեցած հավատքով։ Հիմքը գցեցինք։ Հիմա քար առ քար պետք է կառուցենք այդ տունը։ Ամեն մի քարը դա մի առաքինություն է։ Ասենք աղոթասիրության քարը դրեցինք։ Աղոթասիրության քարի կողքին անմիջապես պետք է դնենք ժուժկալությունը։ Խոհեմությունը, ձեր կարծիքով այդ քարերը, որ դնում են, շաղախող պտի ամարանան իրար, թե չէ։ Շաղախ պտի լինի, թե չէ։ Շաղախը որն է։ Ասեցիք աղոթքը քարն է։ Համբերությունն է շաղախը։ Բոլոր առաքինությունները համբերությամբ են միանում։ Եվ որևէ առաքինություն առանց համբերության հաջողություն չունի։ Բոլոր մեր առաքինությունները, մեր հոգևոր տանը քարերը դնում ենք ու շաղախը գցում ենք համբերություն։ Համբերություն դա նշանակում է համբերողություն։ Եվ մեր Տերը Հիսուս Քրիստոս քրիստոնեական համբերության օրինակը հստակ տված, ասաց, ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ինչ էր ուզում ասել Քրիստոս, որ ուզում էր ասել, որ համբերությունը վերջ չունի։ Մինչև վերջ ասելով, այսինքն մինչև անսահմանություն, որտեղ վերջը դու չգիտես երբ է համբերության քրիստոնեական։ Եվ քրիստոնեական համբերությունը խիստ տարբերվում է մարդկային դիմադրողականությունից։ Մենք շատ անգամ, երբ որ ասում ենք համբերեք, մարդիկ ասում են մենք ինչքան դիմանանք։ Չեք ասում դիմացեք։ Դիմանալ դա նշանակում է չգիտակցել նեղությունների, դժվարությունների, հալածանքների իմաստը, խորհուրդը։ Մեր կյանքում տարբեր տեսակի դժվարություններ են չէ լինում։ Մենք ցավոք սրտի շատ կույր ենք ու չենք տեսնում այդ մեր կյանքում կատարվելիք դեպքերի իրադարձությունների խորությունը, իմաստը։ Չենք հասկանում, որ դա բարի է, հա? Եվ այդ պատճառով սկսում ենք դիմադրել փորձություններին։ Ոչ թե համբերում ենք, այլ դիմադրում ենք։ Իսկ մարդկային դիմադրողությունը, մարդկային համբերությունը ինչա, մի բաժակ, ասում եմ, մի բաժակ համբերությանց բաժակ, պետք չի դիմադրել։ Դիմադրողականությունը մեր ուժերի վրա է հիմնված, համբերությունը Սուրբ Հոգու վրա է հիմնված։ Երբ որ Սուրբ Հոգով մենք համբերենք, մենք չենք դիմադրելու, նախ ամբողջովին խոնարհվենք, կընդունենք, որ սա բարին է, հա? Ինչ փորձություն, ինչ նեղություն, որ դժվարություն է լինի, առաջին քայլը խոնարհվելն է։ Խոնարհվել, չդվզել, չապստամբել, չբողոքել Աստծո կամքի եւ Տիրոջ թույլտվության դեմ։ Խոնարհվել, ընդունել սիրով։ Հետո հասկանում ես, եւ երբ որ հասկանում ես, սկսում ես սիրել փորձությունը։ Իսկ սերը առանց համբերության չի լինում։ Սուրբերը սիրում էին նեղություն ու դժվարությունը հանուն Քրիստոսի։ Ուզում էին 1000 անգամ նահատակվեին հանուն Քրիստոսի։ Իրենց սերը դա էր, Քրիստոսի համար չարչարվել։ Եվ ինչքան որ սիրում էին, Աստված այնքան իրենց տալիս էր, իրենց ուզածը։ Ասում Աստված ամեն մարդու իր սրտով էր տալիս։ Սուրբերին տալիս էր իրենց սրտով նեղություն ու դժվարություն, հանուն Քրիստոսի հալածանք։
ու սուրբերը համբերությամբ ու սիրով էին տանում, որտեղ ուզում էին հանուն Քրիստոսի չարչարվել։ Աշխարհասերները ինչ են սիրում։ Սիրում են աշխարհայինը, մարմնավորը, նյութը, փափկակեցությունը, հարմարավետությունը, մեղքը, եւ ինչ որ սիրում են Աստված տալիս են նրանց, բայց զրկվում են երկնքի փառքից։ Այս աշխարհն է սիրում եւ չեն սիրում երկնային փառքը։ Ուրեմն համբերությունը առաջին հերթի իմաստություն է։ Պետք է իմաստասիրել նեղություններն ու դժվարությունները։ Երբ որ մենք նեղությունների ու դժվարության խորհուրդն ու իմաստը հասկանանք, շատ կարևոր է, որ մենք հասկանանք մեր կյանքում տեղի ունեցածը, գնահատենք դա, իբրև գանձ, իբրև Աստծուց տրված պարգև մեզ։ Նեղությունը, դժվարությունը, հիվանդությունն ու ցավը Աստծուց տրված ողորմություն է, շնորհ է մեզ։ Որ մենք փրկվենք, որ մենք ապաշխարենք, այլապես չենք փրկվի։ Քրիստոսն էլ նույն ճանապարհով գրած, սուրբերն ու արդարներն են։ Այսինքն համբերություն առանց իմաստության ոչ մի արժեք չունի։ Եվ երբ մենք իմաստասիրում ենք նեղությունն ու դժվարությունը, հալածանքն, այն ժամանակ սկսում ենք սիրել այդ ամենը, համբերությամբ տանել, ուրախությամբ տանել, երջանկությամբ տանել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է երկու տեսակի չարիք կա։ Կա մեղքի չարիք, կա պատժի չարիք։ Մեղքի չարիքը չար է, պատժի չարիքը բարի է։ Հիմա փորձեմ բացատրել ձեզ, որ հասկանաք։ Երբ որ Աստված Ադամին ասաց, երբ որ ուտես, կմեռնես։ Ինչ է Տիրոջ խոսքը։ Ուտելը դա մեղքի չարիքն էր։ Մեռնելը պատժի չարիքն էր։ Ուտելը Ադամի հնարավորությունների մեջ էր, մեռնելը ոչ։ Ադամը կարող էր ուտել կամ չուտել, բայց ուտելուց հետո չէր կարող չմեռնել։ Այսինքն, երբ որ Աստված ասաց, երբ որ ուտես կմեռնես, սկզբում կճաշակես մեղքի չարիքը, մեղք կգործես, որը մեծ չարիք է։ Հետո կճաշակես պատժի չարիքը, կմեռնես, որը քեզ այս պարագային բարիք է, որտեղ ուտելուց հետո միայն մահվամբ դու կարող ես փրկվել։ Մինչև ուտելը առանց մահվան կարող ես փրկվել, մտնել երկնքի արքայություն, բայց ուտելուց հետո այլևս չես կարող։ Մեղքի չարիքը չարիք է, պատժի չարիքը բարիք է։ Մենք այս դա պիտի գիտակցենք, մենք ցավոք սրտի այդպիսին չենք։ Մենք հեռու ենք այս իրականությունից, ինչու՞։ Որտեղ մենք միայն պատժի չարիքն ենք տեսնում։ Մինչև դանակը ոսկորին չի ասնում, չենք հասկանում, որ այս բաները մեզ եղավ, այն մեր հնում գործած մեղքերի, շղթայի, տարիների արդյունքում։ Ու ասում ենք ինչու եղավ, շատ լավ եղավ, ճիշտ եղավ, որտեղ Աստված ուզում էր մեզ փրկել, եւ մենք տեսանք միայն պատժի չարիքը, նոր գիտակցեցինք, որ մեղքի չարիք կար այնտեղ։ Բայց երբ որ դու սկզբում նայում ես մեղքի չարիքը եւ արագ ես նկատում, պատժի չարիքին չի հասնում։ Նույնն էլ մեր երեխաների կյանքում է։ Ծնողները տեսնում եք երեխեքին սիրում են միայն պատժի չարիքի պատճառով։ Մեղքի չարիքը անտեսված է ծնողների մոտ, ցավոք սրտի։ Ոչ քրիստոնյա ընտանիքներում իհարկե։ Չեն տեսնում մեղքը։ Տեսնում են, որ մեղքի արդյունքով հանգարց հիվանդություն չլինի, հանգարց Աստված չպատժի։ Բայց չէ, որ մեղքի արդյունք էր պատիժը։ Ուրեմն մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ոչ թե պատժի չարիքի վրա, այլ մեղքի չարիքի վրա։ Այն ժամանակ պատիժը մեզ համար բարիք կլինի եւ համբերությամբ սիրով կտանենք։ Այսինքն եւ որ մարդը գիտակցում է իր գործած մեղքերը, սիրով է տանում աղքատություն, նեղությունը, հիվանդությունը, դժբախտությունը, ասում է ես ավելին եմ արժանին։ Էսի Աստված ամենակիչն է ընտրել, որ ես փրկվեմ։ Ուրեմն համբերությունը համ բերողություն է, համ է բերում մեր մեջ, իմաստ է բերում մեր մեջ, քաղցրություն է բերում մեր մեջ։ Մենք պետք է
իմաստասիրենք նեղությունն ու դժվարությունը, այն ժամանակ համ բերողություն կունենանք, սեր կլինի մեր մեջ, երջանկություն, սիրով սուրբերը ուտում էին նեղությունները, դժվարությունը, իրենց կերակուրը դա էր, հալածանքները, իսկ մենք փախչում ենք հալածանքներից, նեղություններից, սիրով տանենք, ինչ որ Աստված մեզ տվել է։ Ամեն։ Մի հարց կարելի է, հեծությունը և խոնարհությունը իրար տարբերությունը, որն է հեծություն, որն է խոնարհություն։ Այո։ Հեզությունն ու խոնարհությունը կարծեմ թե ոչ թե տարբերվում են, այլ լրացնում են միմյանց։ Իրար լրացնում են։ Հա։ Հեզությունը խառնվածքի նման մի բան է։ Խոնարհությունը մեծ իմաստություն ունի իր մեջ։ Իրական խոնարհ մարդը ամենաիմաստուն մարդն է։ Մենք շատ անգամ մտածում ենք, որ խոնարհություն դա ստրկամտություն է, հա, դա վախ է, չէ, այդպիսի բան չկա։ Շնորհքն է խոնարհություն։ Այո, խոնարհությունը դա մեծ իմաստասիրություն է։ Իմաստուն մարդը, երբ որ խոնարհվում է, մի հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ, որ Վարդան Այգեկցու առակներից եմ կարդացել։ Ուրեմն մի գյուղ է լինում, այդ գյուղի դիմացը երկու բլուրներ են լինում, եւ այդ գյուղում երկու չար կանայք է լինում, շատ չար լեզու են ունենում, ահավոր, անիծող, հայհոյող, չար լեզու են ունենում։ Ամեն առավոտ արթնանում են, մեկը կանգնում է մի բլուրի վրա, մյուսը կանգնում է մյուս բլուրի վրա, ու սկսում են իրարը հայհոյել ու անիծել։ Առավոտից իրիկուն։ Այս կանանցից մեկը մի հարց է ունենում, որ շատ հեզ ու խոնարհ աղջիկ է լինում, ասում եմ մայրիկ, ասում եմ թույլ տուր, այսօր ես գնամ այդ կնոջ հետ մրցեմ։ Ասում եմ դու խոնարհ ու հեզ ես, ասում եմ դու ոչ մի հայհոյանք չգիտես, ասում եմ ո՞նց դու դրա անեծքներին պիտի պատասխանես։ Ասում եմ խնդրում եմ էլի թույլ տուր, լավ, թույլ եմ տալիս։ Հաջորդ օրը առավոտյան այդ մի չար կինը բարձրանում է մի բլուրի վրա, սկսում է անիծել, մյուս կողմից տեսնում է իր հակառակորդը չի, հարսն է եկել։ Ու առաջին անեծքը տալիս է, այս հարսը խոնարհաբար չի պատասխանում։ Հետո երկրորդ անեծքն է տալիս, էլի չի պատասխանում։ Երրորդը որ պիտի տալ, սկսում է կարմրել այս չար կինը, չի դիմանում այդ, որ իրան չեն պատասխան, որտեղ ինքը իրականում որ պատասխանում էին, ավելի էր ինքը ոգևորվում, բայց իրան պատասխան չկա։ Չորրորդը որ տալիս է, սկսում է կապտել արդեն։ Հինգերորդը որ տալիս է, սևանում է։ Վեցերորդին թուլանում է, յոթերորդին կատված խփում մեռնում է։ Այսինքն այդ հեզությունն ու խոնարհությունը, հնազանդությունը հաղթեց ամենամեծ անեծքն ու չարությունը։ Լավ պատմություն է։ Ուրեմն պետք է խորհրդավորենք մեր կյանքում։ Մենք երբ որ ինչ-որ բանի մասին ենք մտածում, ինչ-որ բան ենք մտքում քննարկում ինքներիդ հետ, ոնց տարբերենք առողջ քննադատությունը չարի հետ զրույցից կամ ոնց մեր մտքերը տարբերենք չարի ու բացի։ Շատ բան։ Հիմա այդ հարցը շատ է ծագում հավատացյալների մեջ, ինչպես իմանանք մեր մտքում ծնված խորհուրդը բարի է թե չար, ընտրենք թե չընտրենք։ Փորձեմ պատասխանել ձեր հարցին։ Ընդհանրապես մարդու մտքում շատ անգամ պղտոր է լինում։ Եվ ինչպես այսպիսի ասացվածք ասում է, պղտոր ջրի մեջ միայն դևերն են լինում, հա? Այսինքն պղտոր ջրի մեջ դու չես կարող ձուկ որսալ։ Երբ որ մտքիչ մեջ տարբեր տեսակի խորհուրդներ ու ապրումներ կամ կան, դու ոչ մի բան էլ մի ընտրի։ Դու մերժի, անգամ ամենաբարի եւ լավ թվացող մտածումը, խորհուրդը մերժի։ Ինչու, որովհետեւ պղտոր ջրում միայն դևեր են լինում եւ պետք է ջուրը մաքրվի, հանդարտվի։
խաղաղվի, նստի, հա, որպեսզի դու տեսնես։ Հիմա այդ մաքրման process-ի մասին եմ ուզում ասել։ Գիշերը երկու հատկություն ունի։ Մութը եւ ցուրտը, չէ՞։ Ճիշտ այդպես էլ, երբ որ մեր մտքի մեջ խավար է եւ մեր հոգու մեջ սառնություն, անորոշություն, հուսահատություն, ուրեմն մեր մեջ գիշերը մտքում խավար, ոչինչ չենք տեսնում, չենք կարողանում տարբերվել, պղտորվել է միտքը, հոգին էլ անորոշության մեջ է, այսինքն մեր մտքում եւ սրտում խավար է տիրում, գիշերը։ Հիմա ինչպես անենք, որ ցերեկը գա։ Գիշերվանից ցերեկ պետք է անենք, անցնենք։ Պետք է ջերմերանդորեն եւ երկարատև աղոթք անենք։ Ինչու՞։ Որպեսզի միտքը մաքրվի։ Հա? Որպեսզի արևածագ լինի։ Դուք տեսել եք, որ արևածագին ամենացուրտ ժամանակն է։ Ինչու է ամենացուրտ արևածագին, որովհետև լույսն ու խավարը պատերազմում է։ Եվ խավարը չի ուզում զիջել իր դիրքերը։ Ուզում է մնալ, բայց լույսը գալիս է հաղթում է։ Եվ այդ պահին ամենացուրտն է արևածագին, որտեղ պատերազմ է տեղ ունենում։ Եվ երբ խավարը հետ է քաշվում, լույսը ծագում է, կամաց, օրը սկսում է տաքանալ։ Հիմա ամենը հոգևոր դաշտի վրա կբացատրեմ։ Եվ սկսում է տաքանալ օրը, լուսավոր է, ցերեկը ամենատաք ջերմ ժամանակն է, չէ՞։ Արեգակը կա, լույսը կա եւ տաք ու երջանիկ, էականորեն տարբերվում է գիշերից։ Ճիշտ այդպես էլ, երբ որ մեր հոգում, մեր սրտում սառնություն կա, անտարբերություն, անորոշություն, հուսահատություն, վախ, եւ մեր միտքն էլ բնականաբար պղտորված է, չենք հասկանում, թե ինչպես եղավ այս խավարը մեկավ մեզ տիրեց, մենք պետք է կանգնենք աղոթքի։ Երկարատև, հարատև, ջերմերանդ աղոթքի։ Եվ աղոթքի արդյունքում տեղի կունենա պատերազմ, չար ու բարի խորհուրդների միջև, բայց ուշադրություն չպետք է տանենք, թե մեր աղոթքը մինչև վերջ անենք, մինչև արևածագ, այսինքն մինչև մեր միտքը մաքրվի, խաղաղվի, հանդարտվի։ Գիտես, շատ անգամ մենք արևածագը չենք տեսնում, կիսատ ենք թողնում մեր աղոթքը, չենք հասնում այն մակարդակի, որ միտքը մաքրվի, երբ որ միտքդ մաքրվում է, հոգիդ խաղաղվում է։ Աղոթքիդ պտուղ, այսինքն արևածագը եղավ, ջերմանում է հոգիդ։ Բայց սա էլ դեռ սկիզբն է, պետք է շարունակես աղոթքը այնքան, մինչև որ ամբողջովին խաղաղություն, ջերմություն իջնի, եւ դու կարողանաս մտքիդ մաքրությունը սրտիդ ջերմությամբ պահել եւ սրտիդ ջերմությունը մտքիդ մաքրությամբ ապահովել, որպեսզի միտքդ ու սիրտդ իրար հետ համագործակցեն։ Օրը ցերեկը դա է, միտքդ մաքուր, լուսավոր, հոգիդ խաղաղ ու ջերմ։ Պատահական չէ, որ մեր եկեղեցու սուրբ հայրերը երկարատև են արել աղոթքներ, օրինակ առավոտյան 2 ժամ, մենք ժամերգություն ենք անում, հետո պատարագ։ Այդ 2-3 ժամվա արդյունքում միտքդ ամբողջովին մաքրվում է, հոգիդ խաղաղվում է, դու սենց կարգավորվում ես, հավասարակշռվում ես ու նոր կարողանում ես մարդկանց հետ շփվել, աշխատանքի ձեր պարագանին։ Դրա համար խորհուրդ կտամ, որ դուք անպայման առավոտյան աղոթքի գոնե 1 ժամանոց ընթացք ունենանք, անպայման։ Եվ դա ձեզ թույլ կտա արևածագ ապահովել։ Քանի արևածագ չի եղել, չեք կարող ոչ բան անել։ Մի հատ հետաքրքիր պատմություն ձեզ պատմեմ։ Մի վանք է լինում, որ վանահայրը ամեն երեկո նստում են աշակերտների հետ
Եվ աշակերտներից մեկը ծեր վանահորը ավետարան էր կարդում, նոր քնում էր։ Եվ մինչև վանահայրը չէր օշնում, չէին գնում քնելու։ Եվ այդպես վանահայրը ծեր նստում է, աշակերտը սկսում է ավետարանը կարդալ ու քնում է վանահայրը։ Հոգնած է լինում, ծեր է լինում ու աշակերտը շարունակում է ավետարանը կարդալ։ Բայց վանահայրը քնած է, խռացնում է, ծեր մարդ։ Աշակերտի մտքով գալիս է, ասում է, տես վանահայրը քնել է արդեն, դու էլ գնա քնի, չէ, ասում է, մենք սովորություն ենք, մինչև օշնություն չստանամ, չեմ գնա քնի։ Եվ այդպես 7 անգամ գալիս է միտք, որ գնա քնի, չէ, ասում է, մինչև օշնություն չստանամ, չեմ քնի։ Եվ կես գիշերին բավականին երկար անցնելուց հետո վանահայրը արթնանում է։ Ասում է, որդյակ, ինչու ես նստել, գնա քնի, դե ասում է, հայր Սուրբ օշնի գնամ քնեմ։ Մեկ էլ վանահայրը օշնում է, սա գնում է քնում եւ վանահայրը այդ գիշեր տեսիլք է տեսնում։ Երկինքը բացվում է, աշակերտին նստեցնում են գահին եւ երկնքից 7 լուսե պսակներ են իջնում աշակերտի գլխին։ Եվ առավոտյան կանչում է, ասում է, այս գիշեր ինչ ես արել։ Ասում է, ոչինչ չեմ արել։ Ասա ինչ ես արել։ Էլ չի ասում, որ դու 7 պլուսե պսակներ ես ստացել։ Ասում է, 7 անգամ խորհուրդ եկա, որ պիտի գնամ քնեմ, ասեցի, չէ, մինչև օշնություն չստանամ, չեմ գնա քնի։ Ապրես, այդպես էլ արա շարունակի։ Բայց չի ասում, որ չհպարտանա, որ դու 7 լուսե պսակներ ստացել։ Այսինքն ամեն մի մտավոր պատերազմի եւ հաղթանակի համար մենք վարձք ենք Աստծուց ստանալու, պսակ ենք ստանալու եւ ավելի մեծ նահատակություն չկա, քան մտքի պատերազմի նահատակությունը։ Դա նահատակություն է, եթե դու մտքի պատերազմում հաղթանակում ես ու նահատակվում ես մեղքի դեմ պայքարում, հաղթում ես կենթանի նահատակությունը։ Իմացաք, մի վախեցեք, հետո միտքը պետք է վարժանքի սովորեցնել։ Տեսել եք, մարզիկները ինչպես են վարժվում։ Այն որ ասում է մարզական լավ մարզավիճակում է, պարապածը, չէ՞։ Ճիշտ այդպես էլ մեր միտքը մենք միշտ պետք է վարժենք։ Մտքով վարժանքներ պետք է անենք։ Մտքի վարժանքը որն է, աղոթքն է։ Մենք պետք է աղոթքներ իմանանք անգիր։ Պարապ չպետք է թողնենք մեր միտքը։ Պարապ մնացած միտքը ուր է գնում, աշխարհ է գնում։ Ինչու ենք մենք այդքան դատում։ Ինչու ենք այդքան բամբասում։ Որովհետև մենք մտքով պարապ ենք մնացել։ Մտքով աղոթող մարդը, զբաղված մարդը կդատի, կբամբասի, քաղաքականության հետև կգնի։ Ես ինձ ասեց են ինձ ինչ ասեցի։ Ես մտքով զբաղված եմ, աղոթքով Քրիստոսի հետ եմ, Տիրոջ հետ եմ, Աստծուն եմ փառաբանում, Սուրբ երրորդությունն եմ երկրպագում, ինչ գործ ունեմ, Կիրակոսն ու Մարկոսն ինչ արեցի։ Այդ կարելի է մի հարցի տալ։ Քանի որ տարբերվում է երկնային չափանիշները երկրի չափանիշներից, եւ հոգեվորները մեծ մասամբ ինձ թվում է երկրի չափանիշներով տարված չէ պատկերացնում տարբերությունը։ Ինչպես կարելի է, ինչպես կբացատրեք, որ կարողանան իրենք տարբերին այդ չափանիշները, նա երկնայինն է եւ երկրայինն է։ Երկնային չափանիշները Համիտինական են նրանք։ Մարդու հոգում խաղաղություն են բերում, ուրախություն են բերում, աստվածային օրհնություն են բերում եւ ամեն ինչի մեջ մենք պետք է տեսնենք երկրայինը, հա? Ամեն ինչի մեջ։ Եվ պետք է ապրենք երկնայինով։ Այս աշխարհինը երկրավորը ժամանակավոր է, երկնայինը հավատանական է։